Ժանյակա հյուս կյանք հայ ժողովրդի շնորհալի դուստրը Սերիկ Դավթյան, այսպես է վերնագրել իր գիրքը Մատենադարանի գիտ աշխատող Մերիք Եշիշյանը, նվիրելով այն մեր ժողովրդի արժանավոր դստեր ծննդյան 130-ամյակին։ Արվեստի վաստակավոր գործիչ, ազգագրագետ, մանկավարժ, դեկորատիվ կիրառական արվեստի անխոնջ մշակ Սերիկ Դավթյանի անունը միահյուսված է իր ծննդավայրի պատմությանը եւ պատահական չէ, որ գրքի շնորհանդեսը կայանում է Դիլիջանի նրա հիմնադրած երկրագիտական թանգարանում։ Կենսագրական այս գրքի լույս ընծայումը հեղինակից պահանջել է գրեթե 8 տարի։ Սերիկ Դավթյանը կարծեք երևույթաբար ոգեղեն ուղեկցում էր ինձ, կարծեք ինքն էր ուղղորդում ուր գնամ, որտեղ հասնեմ, որտեղ փնտրեմ եւ արդյունքում ծնվեց այս գիրքը, որի վրա աշխատեցի այդքան տարի, սիրով եմ աշխատել։ Այս գիրքը, որը Սերիկի կենսագրությունն է, որը ամբողջ իր կյանքն է։ Կենսագիրը ներկայացնում է Սերիկ Դավթյանի անցած բեղուն ու դժվար ճանապարհը։ 1939-ից 46 թվականներին խորհրդային աքսորիալ է եղել Մագադանում, որտեղից վերադարձել է հայրենի քաղաք այս վերնաշապիկով։ Աքսորից վերադառնալով նա իր հետ երկու իր է բերել, մեկը ցուցադրվում է այնտեղ Ասեղաման բարձի տիկնիկի տեսքով, մյուսը այս վերնաշապիկն է, որը որպես նոր հագուստ ինքը հագել եւ եկել է, տղամարդու է, ասեղնագործել է իր ձեռքով, խաչկարերով ռուսական ոճի ասեղնագործությունը, ավելի գեղեցիկ եւ հաճելի երևալու համար այնուամենայնիվ ինքը շատ հմայիչ էր։ Հեղինակը անդրադարձել է նաև Սերիկ Դավթյանի գիտական ուսումնասիրություններին, շատ փաստեր հրատարակվում են առաջին անգամ, իսկ նրա ամենաարժեքավոր աշխատություններից մեկը հայկական ասեղնագործություն գիրքը մնում է անգերազանցելի, ասում է Մերիք Եշիշյանը։ Արդարացումից հետո Սերիկ Դավթյանին հրավիրել են Գիտությունների ակադեմիա, որտեղ մինչև կյանքի վերջ ղեկավարել է դեկորատիվ կիրառական արվեստի բաժինը։ Ինքը հեղինակեց թվով 8 գիտական լուրջ ուսումնասիրություններ, որոնցից մոտավորապես 5-ը իրոք մեր դեկորատիվ կիրառական արվեստի հիմնաքարեր կարելի է ասել։ Ինքը դասակարգեց ասեղնագործության հայկական բոլոր դպրոցները, առանձնացրեց Վասպուրականը առանձին, Արցախը առանձին, Սյունիքը, ամենը Արարատյան դաշտը։ Դիլիջանում ապրած 15 տարիներին բազմաթիվ հիշարժան գործերի հետ նաև հիմնել է ասեղնագործության խմբակ, այն այսօր դիլիջանյան հայտնի ավանդական արվեստներից է։ 10 տարի ղեկավարելով Ղազարե Սաղայանի անվան գրադարանը ինքը նաև ձեռագործի խմբակ ստեղծեց եւ աղջիկներին պարտադրեց, որ պետք է գիրք վերցնելուց առաջ անդամագրվեն ձեռագործի խմբակին, նոր գիրքը վերցնեն։ Այդ աշխարհի մի պատարիկ այժմ տեղ է գտել թանգարանում մշտական ցուցադրությամբ Սերիկ Դավթյանի ձեռագործ եւ գիտական աշխատանքներով, նրա մասին պատմող նյութերով, լուսանկարներով, անձնական իրերով։ Մեր թանգարանում վերջապես բացվեց այն անկյունը, որը երկար ժամանակ սպասում էինք, Սերիկ Դավթյանին նվիրված աշխատանքների մեծ մասը նվիրատվություն է հենց իր հարազատների, իր ծոռների կողմից, թոռների 50-ին մոտ աշխատանք ցուցադրված է։ Ժանյակի նման հյուսվեց իմ կյանքը, թել առ թել, եղան նաև ծանր օրեր, երբ չկարողացա ուզածից պես հյուսել իմ ժանյակը։ Իր ապրած կյանքն այսպես է բնութագրել Սերիկ Դավթյանը եւ այն դեռ անավարտ է, ասում է նրա կենսագիրը, ուրեմն գիրքը կունենա շարունակություն։ Իրնամ Գրչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։